ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր պատերազմի մասին հրապարակումներ են արել արևմտյան պարբերականները։ Ըստ Washington Times-ի հոդվածագրի, Խաղաղ օվկիանոսում իրավիճակը կտրուկ սրվել է։ Հետախուզման տվյալների համաձայն Չինաստանը ակտիվորեն նախապատրաստվում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ հնարավոր ռազմական բախման Թայվանի և Ճապոնիայի մոտ գտնվող վիճելի Սենկակու կոչվող կղզիների համար։ Վերջին օրերին Չինաստանի առափնյա պահպանության զինված նավերը մտել են Ճապոնիայի կողմից վերահսկվող Սենկակու կղզիների ջրային տարածք։ Սա դիտարկվում է որպես ուղիղ սպառնալիք Տոկիոյին և փորձ վիճարկելու տարածաշրջանային ստատուս քվոն։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ Թայվանի դեմ ագրեսիան Ճապոնիայի համար գոյութենական սպառնալիք է և Տոկիոն կարող է ռազմական միջամտություն ցուցաբերել։ Պեկինը զգուշացրել է կրակի հետ չխաղալ և խոստացել ջախջախիչ պատասխան։ Վերլուծաբանները նշում են, որ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը մշակում է ռազմավարություն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին տարածաշրջանից դուրս մղելու համար։ ԱՄՆ-ն իր հերթին վերահաստատել է, որ Սենկակու կղզիները գտնվում են ԱՄՆ-Ճապոնիա անվտանգության պայմանագրի պաշտպանության ներքո։ Փորձագետները զգուշացնում են, որ Թայվանի և Սենկակու կղզիների շուրջ ստեղծված իրավիճակը ներկայումս աշխարհի ամենավտանգավոր թեժ կետերից մեկն է, որը կարող է հանգեցնել գերտերությունների միջև լայնածավալ պատերազմի։